Տեսնում եք, սա 2016 թվականի բյուջեի նախագիծն է, փակցրել ենք, որպեսզի բնակիչները տեսնեն, մյուս տարի մեզ ինչ է սպասվում։ Սա Երևանի եզակի շենքերից մեկն է, որտեղ բնակիչները հստակ գիտեն, համատիրությանը վճարված փողերը ջուրը չեն գնում, մուտքը մաքրում են, վերելակը սարքին է, փչացած լամպերը ժամանակին են փոխվում, հաշվետվությունն էլ փակցված է հենց շենքի մուտքին։ Երբ որ դու ամեն մի ծախս ներկայացնում ես բնակչին, ինքը տեսնում է, կարևորը որ դու բնակչին չխաբես։ Մինչդեռ կենտրոնի բնակիչ Էրիկ Գևորգյանը տարիներ շարունակ իրեն խաբված է զգում, եւ համատիրությանն ենք վճարում եւ առանձին փող հավաքում մուտքը մաքրելու, դուռը փոխելու եւ շենքի այլ ծախսերի համար, ասում էր նա ավելացնելով։ Հիմա էլ տանիքն է փչանում։ Համատիրությունից պատճառաբանել են չեն նորոգի, քանի դեռ շենքի բոլոր բնակիչները չեն մարել պարտքերը։ Հորդորել են, որ պարտաճանաչ վճարող բնակիչները հարևաններին համոզեն։ Ասենք շանտաժի մեթոդ է, միջոցով, ասում են գգաս կմուծես, եթե ինչ-որ պարտքեր, նոր մենք քո գործերը կանենք, բայց իրենք տարիների ընթացքում, երբ որ դու մուծում ես, իրանք ոչ մի բան չեն անում, իրականում շենքի հետ կապված, դա իրանց համար արդեն կարևոր չի դառնում։ Համատիրությունների աշխատանքից դժգոհ էին քաղաքի տարբեր հատվածներում, պնդելով համատիրության աշխատողին տեսնում են միայն փող հավաքելու օրերին։ Ոչ մի աշխատանք չի կատարում։ Իսկ որտեղի 2000 դրամ ամենը մենակ ես եմ մուծում իմ բնակարանի համար։ Եթե այդ գումարը կոնկրետ նշվի տվյալ շենքի համար լավ կլինի, բայց նա ընդհանուր է։ Ասենք 5-10 շենքի մի համայնատիրության մի նախագահ կա խոսքի, նա այդ գումարները ոնց ուզում են ընցეთ իրանում։ Տարվա մեջ մի սուտ աչոտ կբերեն կտան։ Չէ, բացի աղբահանությունից ուրիշ ոչինչ չեմ տեսնում։ Իհարկե ոչ։ Վճարներ նորմալ անում ենք, բայց հենց մի հատ նայեք փողոցները, նայեք բաժեզների մեջ, ինչա կատարվում, ահավոր է։ Մենակ գումար հավաքելուց են գալի, ասենք թե ուզում են, բայց շենքում ոչ մի բան չկա կատարված։ Վճարելը վճարում ենք, բայց իրենք չեն աշխատում։ Համատիրությունների վատ աշխատանքի մասին բազմաթիվ բողոքներ է ստանում նաև Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը։ Ընդունելով, որ դրանցից շատերն այսօր ձևական բնույթ են կրում, Գրիգորյանը նաև ավելացնում է. Մեղավոր են նաև բնակիչները, որոնք պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում։ Բյուջեն որոշակի հաստատուն ծախսեր է պահանջում, օրինակ հաշվապահ գոյություն ունի, պետք է աշխատավարձ ստանա։ Անկախ նրանից դուրը կներկեն, թե չեն ներկին, ինքը իր հաշվապահություն անում է, պետք է ստանա աշխատավարձ։ Կառավարիչը պետք է ստանա աշխատավարձ, այսինքն ինչ է ստացվում, երբ որ ամբողջ բյուջեն չի հավաքվում է քիչ գումարը գնում է այդ ուղղակի ծախսերին։ Եվ արդյունքում երևում է, որ որևէ բան շենքում չի իրականացվում։ Մեծ համատիրություններում ճիշտ է տեսականորեն բյուջեներ գրում են թղթի վրա, բայց որևէ մեկը չի հետևում, որ աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն այդ բյուջեի։ Որտեւ եթե այդ շենքի բյուջեում գրված է ծախս, տարվա վերջին այդ ծախսը չի կատարվել, չի էլ հիմնավորվել, ինչու չի կատարվում, նշանակում է թերացել է այդ համատիրության նախագահը, կառավարիչը կամ չգիտեմ այն պատասխանատուն, որի վրա այդ պարտականությունը դրված էր։ Համատիրությունների համար գանձվող գումարը տատանվում է քառակուսի մետրի համար 10-ից 50 դրամ։ Ծարավ աղբյուրի 2 բարձրահարկ շենքերի օրինակով տեսանք, որ ամիսը այդ գումարը հասնում է 1.5 միլիոն դրամի։ Համատիրությունների ասոցիացիայի նախագահը ընդունում է. Քիչ գումար չի պտտվում եւ կառավարման ճիշտ մոդելով աշխատելու դեպքում կարելի է եւ եկամուտ ստանալ եւ շենքային խնդիրներ լուծել։ Մինչդեռ այսօր մայրաքաղաքի շենքերի զգալի մասը կենտրոնացած է մի քանիսի ձեռքում։ Օրինակ բերելով ամբողջ կենտրոնը սպասարկող ընդամենը 2 համատիրությունները Գրիգորյանը պնդում է. դժվար է սպասարկվող 100 հազարավոր բնակիչների մեջ սեփական շենքի խնդիրներն առաջ տանել եւ լուծել։ Ես կենտրոն համայնքում չեմ համարում, որ համատիրություններ գոյություն ունեն։ Օրինակ կենտրոնի համատիրություններից մեկի Գյումրի քաղաքից մեծ է, իր բնակչության քանակով եւ շենքերի քանակով։ Դա համատիրություն չի։ Համատիրություն չի, դա ուրիշ բան է ուղղակի։ Հիմա կասեք ինչու է, այտենց, դե չգիտեմ ինչու է, այդպես է, բիզնես է, շատ մոտ բիզնես է։ Համատիրությունների ասոցիացիայի նախագահը պնդում է, նաև օրենսդրական կարգավորումների խնդիր կա։ Դրանք շտկելու համար Արդարադատության նախարարությունում նոր են որոշել աշխատանքային խումբ ստեղծել։ Պարզ չեն սակայն դեռ ներկայացված խնդիրները չկա օրակարգ։